Տիկին Աղեկյան, այսօր հերթական դատական նիստն է տեղի ունեցել, դուք այսպես դատի եք տվել քննչականի պետին, ինչ մանրամասներ կարող եք ներկայացնել այսօրվա դատական նիստի հետ կապված և առհասարակ ինչ խնդիրներ են առաջացել ձեր և քննչականի պետի միջև։ Շնորհակալություն, սա առաջի դատական նիստն է, Մարալիկ քաղաքում է տեղի ունենում Շիրակի մարզի, խնդիրներ իմ և Արթուր Պողոսյանի միջև չեն կարող առաջանալ, որովհետև Արթուր Պողոսյանը միշտ ինքն է ստեղծում խնդիրներ, ես ստեղծող չեմ, ինչպես դուք տեսաք նաև ազգային ժողովի իր նախորդ օրերի ելույթներից, բանն այն է, որ այո, զրբարդության և վիրավորանքի և անմեղության կանխավարկածը խախտելու հոդվածներով մենք ենք դիմել Զարուհի Փոստանջյանի, իմ սիրելի փաստաբանի հետ, Արթուր Պողոսյանին դատի տալու հայցով, որովհետև երբ որ ինձ ապօրինաբար օրվա իշխանությունների ցանկությամբ կալանավորեցին և զրկեցին ազատությունից 1 ամսով, Արթուր Պողոսյանը ազգային ժողովում ելույթ ունենալիս վիրավորել, զրբարդել, արատավորել է իմ անունը, բարի համբավը, խախտել է իմ անմեղության կանխավարկածը, մատները ծալելով նշել է, որ ես իբր մի քանի գործող անցնող անձ եմ, այդ մեկ խախտել եմ խափանման միջոցը, այդ երկուս, և արդեն իսկ ազգային ժողովի ամբիոնից ինձ մեղադրանք է ներկայացրել, ազգային ժողովի ամբիոնը ինքը վերածել է լինչի դատաստանի, ինքն էլ այնտեղ դատավոր էր, ոչ թե քննչականի պետ, որ պատասխանում էր սիրելի Ագնեսա Խամոյանի հարցերին։ Բանն այն է, որ իմ հետաքննությունների արդյունքում ես բացահայտել եմ կոռուպցիոն մի մեծ շղթա և այդ թվում նաև բացահայտել եմ Գյումրու թիվ 32 դպրոցում տեղի ունեցած Շինձու Սարքովի պատմությունը, որը փորձել են կապել իմ ընտանիքի անդամի հետ, նման բան տեղի չի ունեցել, գոյություն չունեցող երևույթը բերել սարքել են որպես մեղադրանք և դրա հեղինակը Արթուր Պողոսյանն է։ Ընդ որում նա ելույթ է ունենում ազգային ժողովում մայիսի 12-ին 2025 թվականին, երբ ես արդեն ազատությունից զրկված էի Արթուր Պողոսյանի և նրա նմանների իրավապահների ցանկությամբ և օրվա իշխանությունների հրահանգով, և դրանից 4 օր անց, ամսի 12-ին ազգային ժողովում իր ելույթից հետո 4 օր անց, այսինքն ամսի մայիսի 16-ին, ինձ մոտ է գալիս Աբովյան քրեակատարողական հիմնարկ, Աբրասիմ Աթոյան անուն ազգանունով, քննիչը զինվորական կայազորից, 10-րդ զինվորական բաժնից քննչական և հայտարարում է, որ իմ նկատմամբ հարուցվել է ևս մեկ գործ, որը վերաբերում է ինչ-որ ոստիկանի իմ կողմից արված վիրավորական արտահայտության, ես ասել եմ սրիկա լագոտ կոռումպացված մենտ։ Անցյալ օրը Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից մեկին ասեց կոռումպացված սրիկա և դա համարեց իր քաղաքական որակումը։ Այո, ես էլ եմ ասում, դա էլ է իմ քաղաքական, հանրային հասարակական որակավորումը, գնահատականը ոստիկանի գործունեության հետ կապված, դա դրեցինք մի կողմ։ Դրանից հետո ուրեմն այս Արթուր Պողոսյանը, մի հատ պատգամավոր կա, Էմմա Պալյան է, ինչ է, գյումրեցիները մի հատ հայտնի մագանուն են տրել, չեմ ուզում կպցնել, դրա հետ պասերով ինձ վարկաբեկում են ազգային ժողովում, ուրեմն երևի ինչ-որ մարդկանց գրած տեքստերը փորձում էին անթերի վերարտադրել։ Ու փաստորեն Արթուր Պողոսյանը, լինելով քննչականի պետ, ժամանակին աշխատելով Շիրակի մարզի դատախազի տեղակալ և իմ ունեցած տեղեկությունները դուրս շպրտվելով այդ պաշտոնից, հիմա ազգային ժողովի ամբիոնից ինձ մեղադրել է, որի համար պիտի պատասխան տա։ Երևի սա առաջի դեպքն է Հայաստանի Հանրապետությունում, որ լրագրողը դատի է տալիս քննչականի պետին զրբարդության համար և անմեղության կանխավարկածը խախտելու համար։ Նա իր ելույթում նշում է, որ ես ոչ միայն անցնում եմ մի քանի գործերով, որոնք գոյություն չունեն իր ելույթի պահին, նա հետո է կարել տալիս, նա նաև
իմանալով, որ ես հայց եմ ներկայացել իր դեմ, սաստկացնում է իմ դեմ քննիչների ուրեմն ճնշումը, բռնաճնշումները, նաև իմ նկատմամբ, իմ ընտանիքի նկատմամբ, սա պատվիրված մեկ սցենարի մեջ է մտնում, այսինքն հա դու համարձակվել ես ինձ տարի տալ, դե գնա, սկսում են այլ գործեր կարել, արագ-արագ քերել 2022 թվականից, 23 թվականից ինչ որ կորած, մոլորած տեղերից բառեր վերում կպցնում են ինձ եւ սարքում են քրեական գործ, որովհետեւ արտարացնեն Արտուր Պողոսյանի զրբարդությունը իմ հնչած իմ հասցեին։ Սա է ամբողջ պատմությունը։ Այսօր առաջի դատական նիստն Մարալիգում Արտուր Պողոսյանը չէր ներկայացել, իր ներկայացուցիչը եւս չկար, ինչի պարոն Պողոսյան, ես ձեզ կոնկրետ անձամբ հիմա հրավիրում եմ գալ դատական նիստերին, հələ ես պիտի ձեր աչքերի մեջ փորձեմ նայեմ, էլի, հələ տեսնեմ, դուք ասենք ինչով եք առաջնորդվում, երբ որ դուք զրբարդում եք, գործ եք կարում մարդկանց վրա։ Ես ձեզ ուղղակի հրավիրում եմ ձեր պարտականությունները հիմա էլ դատարանում կատարելու, որ պատասխան տաք։ Դուք ինձ ասում եք, որ ես պատասխան չէ պիտի տամ։ Հիմա ձեր հերթն է պատասխան տալու։ Ինչի եք խուսափում, մարդ էլ չեք ուղարկում, որ ձեր փոխարեն պատասխան տա, վրոչում ճիշտ եք անում։ Դուք եք ասել, դուք եք պատասխան տաք։ Անձանց նկատմամբ, ովքեր որ մեղադրվում են, կամ այն անձանց նկատմամբ, ում նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում, համենայն դեպս այդ անձանց նա չպետք է արատավորի, զրպարտի կամ խախտի նրանց անմեղության կանխավարկածը։ Իսկ մենք տեսնում ենք համատարած, որ գործող իշխանության ներկայացուցիչները, այդ թվում նաև քննչական կոմիտեի ղեկավարը Արտուր Պողոսյանը, գիտեք, իրեն այս առումով բացարձակ ազատ է զգում, կաշկանդված չէ, մինչդեռ իր պաշտոնը եւ իր լիազորությունները միանշանակ օրենքով է դա սահմանված, պետք է բացառեն նման ազատությունը, այսինքն տվյալ պարագայում նա իրավունք չունի այնպիսի հայտարարություններով հանդես գալ, որոնք խախտում են մարդու անմեղության կանխավարկածը կամ կարող են նրան զրպարտել։ Իսկ մենք արձանագրել ենք, դա այնպիսի հայտարարություն է, որը տարածվել է ամբողջ հանրապետությունում, այդ թվում նաև ազգային ժողովի հատուկ լրատվական այդ ուղիղ եթերով, եւ այդ հայտարարությունը մենք արձանագրել ենք, ժամանակին ներկայացրել ենք այդ հայտարարության վերաբերյալ հայցը դատարանում, այս դատարանին է ներկայացված հայցը, դա տեղի է ունեցել դեպքից, այսինքն այդ իր կողմից կատարված հայտարարությունից շուրջ 1 ամիս անց, եւ հիմա գտնվում է այս դատարանի վարույթում։ Նման դեպքեր, ես չգիտեմ, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել են, որ հատուկ քննչական ծառայության այլևս չկա, այդ հակակոռուպցիոն կոմիտեն է դա, այդ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ քննչական կոմիտեի նախագահը կամ նման այլ կարգավիճակ ունեցող մի պաշտոնյա հանդես գա ազգային ժողովի ամբիոնից, հարցերին պատասխանի այնպիսի հայտարարություններով, որոնք զրպարտչական են կամ խախտում են մարդու անմեղության կանխավարկածը։ Այնուամենայնիվ, նման պաշտոններ զբաղեցնող անձինք որոշ չափով ունեն, հագեցվածություն ունեն, այսինքն իրենց ուղեղը այնպես է հագեցված, այսինքն այդ գիտելիքներով, որը հասկանում է, որ չի կարելի խախտել մարդու անմեղության կանխավարկածը։ Բայց մինչդեռ մենք ունենք դեպքեր արդեն, որոնք կրկնվում են, եւ դրանց մեջ է մտնում նաեւ Արտուր Պողոսյանի դեպքը, որ մարդը բացարձակ չի կաշկանդվել եւ այնպիսի հայտարարությամբ է հանդես եկել, որը խախտել է մարդու անմեղության կանխավարկածը եւ խախտել է նրա նաեւ չզրպարտված լինելու իրավունքը եւ զրպարտել է տիկին Լիլիթ Աղեկյանին։ Եվ դրա համար պետք է պատասխանատվություն կրի, պատասխանատվությունը մենք պահանջել ենք, որպեսզի լինի հատուկ տեսքով եւ իհարկե նաեւ բարոյական վնասի ֆինանսական փոխհատուցման տեսքով։ Արտուր Պողոսյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Նահապետյանը լավ կանեն զբաղվեն Շիրակի մարզի իրական, ոչ թե շինծու կոռումպացվածներով։ Իրենց անունները ես տարիներ շարունակ տվել եւ տալիս եմ։ Շիրակի բոլոր մարզպետները 18 թվից սկսած,
Շիրակի կրթության վարչության մեծ ու փոքր տրամաչափի չինովնիկները, մի շարք դպրոցների տնօրեններ, այդ թվում 32 դպրոցի տնօրենը նախկին, որը 1.5 տարի ապօրինի պաշտոնավարել է լինելով ուրեմն քրեական հետապնդումից հետո անց, չարտարացված անց, այդ դրանցով զբաղվեք, բայց զբաղվեք, ես այնտեղ կան ինչ-որ տուրիստներ, ճենջոտներ, ինչեր, բարբիտուրատներ, հլը դրանցով զբաղվեք, ճանճեր, հլը դրանցով զբաղվեք, այս ելույթից հետո էլ նորից թեժացնելու եք, չէ՞ իմ նկատմամբ գործերը, քննիչներին հրահանգ եք տալու, ոստիկաններին եք ուղարկելու, արդեն հոգնեցնող է այս ձեր տրամատիզմը, շինձու տրամատիզմը իմ նկատմամբ եւ բացակայող դրական տրամատիզմը կոռումպացվածների նկատմամբ, որոնց պետք է դուք բռնեիք։ Դե գնացեք զբաղվեք այդ դպրոցներով, դե գնացեք տեսեք ոնց է Շիրակի մարզպետի տեղակալ Արդուշ Հովհաննիսյանը ունենալով կին տնօրեն եւ անեշ դպրոցի տնօրեն փոխկապակցված աշխատում իրար հետ, դա չի տեսնում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, դա չի տեսնում Արթուր Պողոսյանը, մատներ է ծալում իմ նկատմամբ, դե հիմա մատները ծալելու լիք այլ առիթներ կա։ Դա չի տեսնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Ես էլ ավելացնեմ Արթուր Պողոսյան, այն գործերը, որոնք կապված են մարդու կյանքի, առողջության, ոտնձգությունների հետ, մարդու կյանքի առողջության նկատմամբ ոտնձգությունների հետ, բազմաթիվ են սպանությունները, եւ ես ձեզ բազմաթիվ դիմումներ եմ հղել կապված Ուիգմոր կլինիկում տեղի ունեցած այդ վիրահատության եւ դրանից հետո արձանագրված մահվան դեպքի հետ կապված, որը եւ ունի կոռուպցիոն բնույթ եւ ունի ահավոր ոչ պատշաճ վարչարարության բնույթ, որը քրորեն հետապնդելի հանցակազմեր է պարունակում եւ այս պարագայում դուք դրսևորում եք բացառիկ անգործություն եւ ձեր այդ ջանասիրությունը դուք ուղղակի միայն տարածում եք այլակարգության վրա, որի դեպքն է Լիլիթ Աղեկյանի դեպքը։